Նույնտապանում հյուրընկալել եմ հանրային գործիչ դասախոս Միքայել Հայրապետյանին, պարոն Հայրապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Օրը սկսվեց հարևան Իրանի վրա իսրայելական բանակի կողմից հարձակման մասին լուրերով, կան արդեն վիրավորներ, զոհեր, ինչպես բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում շարքային քաղաքացիների շրջանում, Իսրայելը հայտարարում է, որ հարձակումը կշարունակվի այնքան, մինչև որ չեզոքանա սպառնալիքը, ինչ է կարծում, հնարավոր էր խուսափել այս հարձակումից։ Մենք եթե Նաթանյահուն չլիներ Իսրայելի ղեկավարը, այո, հնարավոր էր։ Իսրայելի ժողովուրդը ինչքանով լրատվամիջոցներ են ասում, չի ողջունում ամենևին Նաթանյահուի այս վարմունքը։ Բայց այս դասավորության մեջ, երբ որ նաև Թրամփն է, մենք չենք մոռացել, որ իր առաջին պաշտոնավարման շրջանում Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք։ Այն դեպքում, երբ որ ՄԱԿ-ից եկած որոշում կար, որ Իսրայելը չէ մայրաքաղաքը։ Իսկ շատ բան է վերաձևում, վերաքարտեզավորման գործընթաց է սկսված եւ ոչ միայն գիշերվա ռմբակոծումներն են, այլ հենց այս պահին ռմբակոծվում է Թավրիզը Ադրբեջանի տարածքից ի դեպ։ Եվ այն տարածքից, որը մի քանի տարի առաջ մեր վերահսկողության տակ էր։ 3 հատ օդանավակայան բացեցին, չէ՞, հիմա հենց այդ օդանավակայաններից հարակից ռազմականացված շրջաններից Իսրայելը ռմբակոծում է Թավրիզը։ Թավրիզը, որ իրանական ադրբեջանների մայրաքաղաքն է։ Այսինքն շատ ավելի լուրջ բաների հետ գործ ունեն, քան հարձակվել են այդ քաղաքական ինչ որոշում են կայացնելու, դեռ ժամանակը ցույց կտա։ Քաղաքական որոշումը պետք է կայացվի Իրանում, նկատի ունեք ամենակարևոր որոշումը Իրանից է կախված։ Ոչ, ում դեմ պատերազմ սկսվում է, նրանից այլևս ոչինչ կախված չէ, նրանից կախված է միայն մեկ բան՝ երկիրը պահել։ Կկարողանա Իրանը։ Չգիտեմ, սա բաղուցված ծրագիր է, որ կուզենային Իրանում վարչակազմը փոխել, արևմուտքցիները, այս այաթոլաների համակարգը փոխել։ Հիմա ոնց որ թե Նաթանյահուն այդ կրակի վրա, այդ ցանկության վրա յուղ լցրեց, բերեց փաստի առաջ կանգնեցրեց մյուս խաղացողներին, օրինակ Չինաստանին, Հնդկաստանին, Ռուսաստանին, եւ նրանք էլ իրենց կարծիքը պիտի ասեն, իրենց մոտեցումը պիտի ցույց տան, ինչպես որ Թուրքիան արդեն հայտարարեց, որ չի ընդունում Իսրայելի Նաթանյահուի այդ որոշումը։ Այս պայմաններում նաև ցույցեր են Թուրքիայում Ադրբեջանի դեմի դեպ։ Այսինքն ամեն ինչ խառնվում է, մենք ստեղ մատրիցային կապերի հետ գործ ունենք եւ սովորական թվաբանությունն ամենևին կարծեմ ելի եմ ձեզ մոտ խոսելիս ասել, օգուտ չի բերի։ Այստեղ բարձրագույն մաթեմատիկա է պետք իմանալ, բազմակողմ հանգույցներ ճանաչել։ Մենք այո շատ մասը կամրջի վրա ենք անցնում հիմա մեր պետությունը, մեր ժողովրդի լինելությունը։ Մինչև մեր անելիքներին անդրադառնալը, պարոն Հայրապետյան, եւս մեկ հարց. Իրանը կարող էր ավելի կառուցողական լինել, այսինքն Իրանի մեղավորության բաժին կա այս հարձակման իրականացման հարցում։ Կարող էին ավելի կառուցողական լինել եւ չլիներ այն ինչ եղավ։ Չէ, Իրանը լավ էլ կառուցողական էր, եթե հիշում եք Օբամայի ժամանակ Իրանը, Եվրոպան, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության էին եկել, այնտեղ գնում էին մասնագետները իրանական ատոմային օբյեկտները հաշվառելու։ Հետո Թրամփն եկավ, դուրս եկավ Միացյալ Նահանգներն, եթե Միացյալ Նահանգները դուրս եկավ, էլ մնացածը բոլորն իրար հետ Միացյալ Նահանգների քաշը չունեն։ Բայդենը նորից չկարողացավ վերադարձնել կամ չուզեց վերադարձնել այդ բանակցությունների շրջանակին։ Հիմա Թրամփն է նորից եւ Նաթանյահուն իրեն զգում է 7-րդ երկնքում։ Հիմա պաշտոնական Երևանը դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի դեմ եւ կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին։ Ադրբեջանական կողմը մտահոգություն է հայտնել, միաժամանակ արդեն ինքնաթիռներ են օդ բարձրացել, երևի հենց այդ ինքնաթիռներ հենց այդ տեղեկությունն է, որ ինքնաթիռները բարձրացել են օդ։ Հիմա հեգնում են էլի Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը այս իրադարձությունների ֆոնին։ Դուք ինչ կարող եք ասել։ Մեր Հայաստանի անելիքը ո՞րն է այս պայմաններում։ Դե հիմա հեգնենք, չհեգնենք, հիմա ծիծաղելու կամ ժպտալու նույնիսկ տրամադրություն չկա, մանավանդ զգում ենք, որ 5 պակաս է նրանից, որ մեր երկիրն էլ կհայտնվի վառվող բոցերի մեջ։ Հեգնելու բան չկա, իհարկե
գուցեև արհամարելու հեգնելու բանկա ինչ-որ կաթողիկոսի հետ են կռիվներ տալիս, մուկ են տշում այսօր իմացանք, հա։ Այդպիսի բաներով են զբաղված, անլուրջ է դա։ Շատ լավ է, որ գոնե աղամանների կամ ծխելու մասին նորից կառավարության նիստի չեն անում, բայց որ դե ասել են, որ կոչ ենք անում դադարեցնել, բնականաբար մեր պետության կոչերը շատ այնպես ձեռքերը վեր բարձրացրած եւ Իրանը եւ Իսրայելը կընդունեն։ Ծիծաղելի է, ցավալի է։ Մենք տեսնում ենք, որ թուրքական աշխարհի մի կարևոր դերակատար, որ մեր պատճառով դարձավ այդքան կարևոր դերակատար, Ադրբեջանը, այսօր լուրջ խաղացող է տարածաշրջանում եւ ինքը խաղի մեջ է։ Եվ եթե հանկարծ զսպումներ չեղան, մենք իրոք կհայտնվենք ուղղակի էպիկենտրոնում։ Դրա համար երևի թե պետք չի ձևեր թափել, մասնակի զորահավաք պետք է հայտարարել Հայաստանում եւ մեր ամբողջ կենսական ուժը ինչ ունենք պետք է կազմ պատրաստ առաջին մարտական պատրաստության բերենք նաեւ դա մենակ զինական մասով չէ որ ասում եմ նաեւ մեր սփյուռքին հատուկ կոչով պետք է դիմել սփյուռքի լոբիստական կազմակերպություններին իրենց պետությունների օժանդակությունը ստանալու համար այստեղ մեր համազգային էներգիայի կուտակման համախմբման խնդիր կա Ոչ թե չէ, հիմա ասենք 10,000 հոգի կամ 100,000 հոգի զորակոչվեցին դեպի բանակ։ Մի քանի հատ ընդհանրապես դետային հարվածները բավարար են, որ ոչնչացվի այդ ամեն, ինչպես որ տեսանք Իրանի պարագայում, չէ, ամբողջ ռազմական վերնախավը գլխատվեց երեք գիշեր։ Պարոն Հայրապետյան, զսպումներ Հայաստանը ումից պետք է ակնկալի որ կողմից ԱՄՆ-ից Եվ քաղաքական զսպման մասին է խոսքը։ Բացառապես, որովհետև Ադրբեջանը ինքը իրենից ոչինչ չի ներկայացնում, որպեսզի ինքնուրույն որոշումներ կարողանա կայացնել որևէ պետության վրա հարձակվելու համար։ Նա ինքնուրույն կատարեց կայացրեց որոշումը, երբ 2020 թվականին հարձակվեց Հայաստանի վրա։ Հիշենք այդ կասկածելի ազգության տերեն Տուվացի Ռուսաստանի պաշտպանության նախարարին Շոյգուին, հա, որ ասաց, որ իրենք թուրքերի հետ նուրբ, այո, օպերացիա իրականացրին, իրենց համար օպերացիա, որտեղ չեկիստական տրամաբանության մեջ է Ռուսաստանն ամեն ինչ օպերացիա է։ Այսինքն ինչ ունենք, չունենք։ Նույնիսկ այդտեղ Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քոսայանն են գործում մեզ համար, մենք ոչինչից հրաժարվելու իրավունք չունենք այս պահին։ Մենք պիտի կարողանանք ինչ-որ կերպ այս փոթորիկը մեր կողքով անցկացնել։ Դրա համար հատուկ տաղանդ է պետք եւ ոչ թե հատուկ հիստերիկություն։ Հիմա կաթողիկոսի եւ վարչապետի այդ հակադրությանը ձեր խոսքում որ անդրադարձակ, դա մինչեւ Իրանի վրա Իսրայելի հարձակումներ ակնկալել, որ այս հարևան երկրում կատարվողից հետո գոնե կփոփոխվի իրավիճակը եւ վարչապետի թիրախում չի լինի կաթողիկոսը։ Եթե բացառենք խելագարության կանխավարկած, այո, կարելի ակնկալել։ Բայց չեմ բացառում էլի։ Հիմա օրակարգը այդ կաթողիկոսին հեռացնելու Փաշինյանի կողմից դրված օրակարգը հասնելու է նպատակին։ Ինչ վերլուծություն ունեք եւ ինչու է մտել վարչապետը այս ուշադրություն է շեղում։ Այսօր էլ հենց հիմա խոզարկություններ են, չէ, կատարվում Հայաստանի բացի երևի նախագահից բոլոր կարևոր պաշտոնները զբաղեցրած մականունն եմ հիշում Հովիկ Աբրամյանի բնակարանում իրեն ձերբակալել են։ Այսինքն տեսեք մեր ուշադրությունը, հանրության ուշադրությունը տարբեր կողմերի վրա են սևեռում ուշադրության ցրում է դա կոչվում մանիպուլյացիաների ձևերից մեկն է եւ մեր ուշադրությունը ցրում են։ Ուղիղ հակառակը ես կարծում եմ մեր ուշադրության կենտրոնացումը պետք անվտանգային խնդիրները հնարավորինս արդյունավետ լուծելու համար։ Լավ կլինի որ դադարեցնի կաթողիկոսի դեմ, բայց չեմ էլ կարծում որ կաթողիկոսը կդադարեցնի այն որ ինչ որ տակից անում մեր եկեղեցական վերնախավն այնպես չէ էլի որ ասում հոգևոր սպասարկության դեր էր տանում սովորական մի կուսակցություն էր դարձել եւ մտել էր քաղաքական ասպարեզ եւ հիմիկվանից չէ դեռ մի քանի տարի արդեն քաղաքական գործոնի դեր էր տանում ինքը քաղաքական հայրաբար ասելու իր շնորհը որ միայն իր առանձնաշնորհն է դրանից հրաժարվել եւ սովորական քաղաքական կուսակցության դեր էր տանում Նիկոլին ասում է ասեմ երկրի վարչապետը որպես կուսակցություն քեզ վատ է սպահել բայց շատ վատ բանի վրա է անում այդ կուսակրոնության բանի վրա դա շատ վատ է մենք թող KGB-ի արխիվները բացի հա դա մեր ժողովրդի համար շատ ավելի համոզիչ կլինի
որովհետև ինձ նմանները կգտնվեն, որ կասեն շատ էլ լավ է արել լիքը երեխեք է ունեցել։ Ինչքան կարող եք շատ երեխեք ունեցել, բայց Նիկոլ ջան քո երաբրում պարկեցրած 4-5 հազար տղայի փոխարեն պիտի լինեն, թե չպիտի լինեն։ Այո, հայերն ինչքան կարող են թող բազմանան, անկախ այդ ձևական կուսակրոնություն, մուսակրոնությունից։ Մենք մեր Խրիմյան հայրիկը ամենասիրելին է, չէ՞, այլ աղջիկուներ մեր Գրիգոր Լուսավորչի տոհմը բավականին երկար 150 տարի ժառանգաբար կաթողիկոսական աթոռը ժառանգեցին եկավ ասավ մինչև Սահակ Պարթև։ Ոչ, պետք չէ մեր ժողովրդին տանել այդ դաշտն էլ կեղծ ձևով, էլի որ 21-րդ դարում այդ կուսակրոնությունը սարքել, կուսությունը սարքել, չգիտեմ, ինչ որ առանցքային արժեք, ոչ, առանցքային արժեք է եւ հաստատուն արժեք է, անփափուխ արժեք է, օտարի գործակալես թե չէ, թող KGB-ի ամբողջ արխիվները բացվեն եւ մեր ժողովուրդը կհասկանա, որ մեր այսօրվա թշնամին ոչ թե կույս լինել կամ չլինելն է, այլ օտարի ագենտ լինելը կամ չլինելն է։ Այդ դա թողանի, բայց քանի որ ինքը չի կարող անել, որովհետեւ մեր օրակարգը չէ, որ ինքը սպասարկում է մեր երկրի վարչապետը։ Ցավոք սրտի։ Բան օրակարգն է սպասարկում Հայաստանի վարչապետը, պարոն Հայրապետյան։ Եթե եկեղեցականերին ասում են ռուսական շահերն եք սպասարկում, ապա Հայաստանի իշխանությունում շահերն է։ Դե ռուսականը։ Դուք հիշում եք սրանից 10-15 տարի առաջ ռուսները դարձյալ այսպիսի մի բան էին անում, մեր կաթողիկոսները գնում էր դրան, որտեղ աթոռը քաղցր բան է, հա, եթե անգամ դա տերտերական աթոռ է, որ մեզ խցկեն իբրև թե դավանաբանական բանով, մեզ խցկեն ռուսական եկեղեցու տակ։ Այն դեպքում, երբ որ համաշխարհային առումով մենք շատ ավելի բարձր դասի եկեղեցի ունենք, եկեղեցին տերտերականությունը չէ, դա ընդամենը մեկ բաղադրիչն է։ Կան Ռուսաստանը։ Մենք Երուսաղեմում 3-ից 1-ն ենք լատին եւ օրթոդոքս եկեղեցիների հետ հավասար։ Ռուսները չունեն դա։ Կրակը, մոմը, վառելու համբարձման տոնի դա միայն մեզ եւ հույներին է տրված, ոչ իրենց։ Հիմա եթե մենք մտնում ենք այնտեղ, մենք մեր եսավի նման մեր ավակությունն ենք վաճառում, ինչ որ փնթի թաթար մոնղոլական մի համակարգի, որ անունով քրիստոնեական է 1000 տարի 988 թվականից, երբ որ մկրտվեց Կիևյան Ռուսիայի Կիև քաղաքի ջրերում, Դնեպրի ջրերում մկրտվեց, հիմա այդ նույն Կիևի դեմ կռիվ է տանում Ռուսաստան, բայց դրան կարելի է մեր ավակությունը զիջել եւ ընդհանրապես կարելի է թե չէ։ Այստեղ գուցե հակառակ բաներ, չգիտեմ, ձեզ հետաքրքրում է այս։ Իհարկե հետաքրքիր է, պարոն Հայրապետյան։ Սա ընդամենը մեկ շերտն է, որ բանան դուք բավական երիտասարդ եք, չեք հիշի, սովետի ժամանակ sense բան կար էլի, բռնում էին, տանում էին ոստիկանատուն։ Այնտեղ երկու տիպի դեր են խաղում, դերասանություն էին անում միլիցիոներները, բարի եւ չար միլիցու դերեր էին խաղում, բայց երկուսն էլ նույն միլիցիան են, հա, ունեն նույն ղեկավարը, ոստիկանության աշխատակիցներն են։ Նույն ձևով մեր ռուսական իշխանությունը եւ մեր ռուսական եկեղեցականությունը հանձնարարված է քաոս ստեղծել այստեղ, որպեսզի մենք հենց հիմա չկարողանանք սթափության կոչնակ հնչեցնել եւ ուժերի գերլարմամբ գտնել այն բանաձևը, որը մեզ կկարողանա ապահովել առաջիկա թողուբոյից։ Առաջիկան էլ 7 սարի ետևում չէ, ինչպես տեսնում ենք։ Եվ հիմա զբաղվել, չգիտեմ, կախիչներ ստուգելով, աղամաններով, չգիտեմ, ծխախոտի վրա ռուսերեն գրելով, էլի այդպիսի բաներ շուտով կանեն, կամ ինչ-որ նախկին վարչապետ բռնող էլ 5-6 տարի իշխանություն էր։ Հիմա նույնիսկ արհամարանք ունես քո հանդեպ, զզվանք ունես քո հանդեպ։ Իսկ այն ժամանակ կիսաստված էր, չէ, 18-ից 20 թվերի մինչև պատերազմ։ Այն ժամանակ էր պետք անել։ Մարդիկ գոռում էին մեծ ասած վեթինգ, անել այդպիսի մի բան։ Պատերազմական իրավիճակ է, հիմա մենք ռազմադաշտային դատարաններ պիտի ունենանք։ Հենց հիմա արդեն պիտի ունենանք եւ այո Հայաստանում բացառված չէ, որ պետք է հայտարարել առաջիկա օրերին ռազմական դրություն։ Մենք անառականոցի կույսի կերպարանք ենք ընդունում, թե իբրև մեզ այդ ոչինչ չի կատարվում։ Կատարվում է եւ մենք ղզիկ ենք, կնաբարոյենք, եթե դա չենք փորձում անցնել։ Ինչ աղետ կարող է գալ մեր գլխին։ Մենք հենց տարածաշրջանում ինչ դաշնակիցներ ուրիշ ինչ ելքեր կարող են գտնել, ում կարող ենք հրավիրել կամ ում կարող ենք վտարել։
մեր սահմանը ոնց ենք պահում, եւ այդ սահմանները կիլոմետրերով չեն սկսվում, այն որ ձեզ մոտ էլ ասում էի փոքր մհերին, հա, պետք է քարայրից դուրս բերել, այդ փոքր մհերը մեր ներսում է դրսում, ինչ որ միտեղ չի, Վանալեջի ափի լեռների վրա, մեր սրտի դռները մենք պարտավոր ենք բացել, իսկ մենք չէ, մենք մենակ ուտենք, չի կարելի էլի այս ուտելիքից էլ կզրկվեն, ասենք վերջի պահին լափեցիք, դες մի հատ պատմված կա, չէ, ես ափսոս դա չեմ տվել ժամանակին վարչապետին, ես խնդրեցի, որ ինքը կարդար Դեմիրճյանի ավելորդը, հիմա կխնդրեի, որ ցանկապատը կարդար Զորյանին, մենք հիմա ցանկապատ սարքելով ենք զբաղված, երբ որ մոտենում են մեզ, ուղղակի մոտենում են։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։
Առաջին նախագահի դիրքորոշումը կամ հայտարարությունը ինչպես կգնահատեք։ Ես միայն կտրված հատված եմ տեսել։ Հա, դա եղել հենց։ Այն որ ասում եմ մենք ռուսական կայսրին, շատ ճիշտ է ասում, դրա համար մի քիչ գրագիտություն է պետք ունենալ։ Ոչ թուրքական սուլթանները, նույնիսկ ոչ երիկ թուրքերը, ոչ իրանական շահերը, ոչ մի անգամ հայկական դպրոցներ չէին փակել, հայ եկեղեցու կալվածքները գույքը չէին արգրավել։ Ռուսները 3 անգամ դա արեցին, վերջին անգամ նաև եկեղեցուն կպչելով։ Առաջին 2 անգամ հայկական դպրոցները փակելով, վերջին արեցին հենց այս օրերին 1903 թվականին։ Ու մինչև դրոն շանսատակ չարեց Երևանի նահանգապետ Միխայիլ Նակաշիձեին Բաքվում։ Ռուսները վախից հետ չվերցրեցին իրենց հրամանը, ցարի հրամանով։ Մենք այստեղ քաղաքակրթական տարբերություն ունենք։ Պուտինի աշխատասենյակն էին ցույց տալիս, չէ՞, Մոսկվա, Կրեմլ, Պուտին, բան, չէ՞։ Տեսել եք, չէ՞, Նիկոլայ ցարի իրենց համար դա սուրբ է, իրենց եկեղեցին սրբադասեց, ռուսական խոտոշ եկեղեցին սրբադասեց։ Նա մեզ համար դահիճ է, Նիկոլայ ցարը։ Եվ երկնային պատիժը ճուշացավ, ափսոս, որ ոչ միայն իր քթից դուրս եկավ, այլ նաև իր մանկահասակ երեխան, դա ցավալի է, դա մեծագույն տեզրական պատիժ է, մեղք էր դա։ Նիկոլայ ցարը փակեց եւ ինչ եղավ իր հետ, ընդամենը մի քանի տարի հետո։ Այսօր էլ հոխորտում են, մերոնք ինչ արեցին, ես չստացվի որ մենակ ռուսներն եմ ասում, մերոնք ինչ արեցին, գնացել նարդի են խաղում Թալյաթի հետ, 16 պատգամավոր ունեին Օսմանյան խորհրդարանում, բայց անցավ դրանից ահագին ժամանակ, 21, 22, 23 թվերին նոր սկսեցին հետին թվով ոչրագործություն իրականացրածներին ոչնչացնել, բա հիմա ոչնչացրեք, մեզ ինչ է պետք, եթե մի 10 տարի հետո ինչ-որ միտեղ, չգիտեմ, ալևի գլուխն ուտեն, այսօր են մեզ անհրաժեշտ նրանց հետ լեզու գտնել, իսկ լեզու գտնում են թե դիվանագիտությամբ, թե ատրճանակով, մենք մեր լեզուն պիտի ունենանք մեր խոսելու։ Հիմա սպասում է այս համատեքստում մամուլը ամեն դեպքում գրում է եւ անվտանգության խորհրդի քարտուղարներ կարծես թե չի երկել, սպասում է Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա հանդիպում Էրդողանի հետ։ Դա միայն ողջունել կարելի, ապրի Նիկոլը, եթե կարողանա այդպիսի բան անել։ Սա ամենահարմար պահն է Թուրքերի հետ վերջնական մի բալանսի գալ, գոնե առժամանակ, որ մենք նրանց չվնասենք եւ իրենք մեզ չվնասեն։ Իսկ մենք կարող ենք նրանց վնասել, այնպես չէ, որ մենք անկյուն քշված մուկ ենք, բացարձակապես։ Փառք ասում ենք աշխարհի տարբեր անկյուններում ներկայացված ենք, եւ ոչ միայն մեր դեսպանատների տեսքով, այլ համայնքների, որտեղ նորմալ տղերք կան։ Այնպես որ իրենք էլ մեզնից ձգվելու բան ունեն։ Այսինքն դա թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկում չէ Նիկոլ Փաշինյանի այցը թուրք-ադրբեջանական օրակարգ երբևէ չի եղել, ռուս-թուրքական օրակարգ է եղել։ Ադրբեջան չկա, Ադրբեջանի փուչիկ են, այն որ փուչիկները մեծ լինում են, բայց մեջը օդ է, նա 10 իրենց խփում եք լղկում են։ Ադրբեջանը դա է, այդ մեծությունից մի վախեցեք, վախենալու կարիք չկա բացարձակապես։ Այստեղ Թուրքիան է եւ Ռուսաստանն է, որոնք իրար ատելով հանդերձ դատապարտված էին ընդհանուր շահերի բերմամբ միասնական գործողություններ անելու։ Թուրքիան էլ փորձեց իրեն տանել, որպեսզի ինքը դառնա Ադրբեջանի պապան եւ ոչ թե շարունակի պապան մնալ Ռուսաստանը, բնականաբար ռուսներին ասեց Ղարաբաղի հարցը լուծելի ոնց ուզում ես, ռուսներն էլ ատամները կրճտացնելով համաձայնեցին լուծել։ Ռուսաստան լավորից չէ, որ այդպես է վարվում։ Ինքը համաշխարհային ցիվիլիզացիոն, քաղաքակրթական պարտություն է կժում, հենց հիմա այդ պարտության վերջին արարժն է։ Եթե անգամ Խարկովն էլ գրավի, եթե միայն Կիևի հանրապետություն մնա, Կիևից մինչև Լվով մնա, Ռուսաստանը պարտված է, որովհետև իր մայր ակունքից պորտալարը կտրվում է, ինչպես որ Թուրքիան։ Եկեք օրինակը բերեմ, հա, որ ավելի անկալելի լինի ձեր ակնդիրների համար։ Հունգարիա պետություն կա, չէ՞, Եվրոպան, գիտեք դրանք ովքեր են։ Դրանք թուրքեր են, որ ժամանակին գնացին, Աթիլլան էր դա, մեծ արյունարբու թուրքական ցեղի ցեղապետ թագավոր, որ մեծ կայսրություն սարքեց։ Այնտեղ հիմա Հունգարիան մնացել, նրանց լեզուն ոչ եվրոպական է, եվրոպական լեզուն, թուրքական լեզվանտանիքին պատկանող բավականին շեղված մի լեզու։ Մենակ կղզիացած մնացել։ Բայց քանի որ այլևս մոր հետ պորտալարով կապված չէր թուրքական աշխարհի հետ,
ինքը ուզեր չուզեր հարմարվեց լանդշաֆտին, աշխարհագրական տեղանքին, կողքի մշակույթներին, եվրոպական ժողովուրդների մշակույթներին, մի կողմից կաթոլիկների, մի կողմից ժամանակին ուժեղեն հունական օրթոդոքսի ազդեցության տակ, մեկ-մեկ ճիշտ է, դրանց արյունը ոնց որ հիմա դրանց Օրբան կար, չեն, բացեւ նախագահ ունեն, բայց դա եվրոպական երկիր է դարձել, մեկ-մեկ ժայթքում են, բայց մեկ է, իրենք եվրոպական են դարձել, այս նույն ձևով պորտը կտրվեց, Ռուսաստանին այլևս չսնուցեց Ուկրաինան, հավերժական թշնամի է դառնալու Ռուսաստանի հետ, եթե իհարկե Ռուսաստանը կարողանա էլի ձգել այս կազմով, այս տիպով, այս վարչակազմով որպես պետություն եւ կայսրություն մնալը։ Թե չէ տարածքներ գրավելը հասարակ բան է, մեր Տիգրան մեծն էլ գնացել մինչև այսօրվա Հրեաստան էր հասել, Եգիպտոսի պատերի տակ էր մեր Տիգրան մեծն էլ։ Հենց իր օրոքել ինքը զիջեց, Տիգրան մեծը զիջեց, այնպես չի որ նրա ժառանգներն էին ապաշնոր եւ տանուլ տվեցին հոր ստեղծած ծովի ծով կայսրությունը։ Հենց ինքն էլ զիջեց, ինչու, որովհետեւ էլի մեծ փուչիկներ, որովհետեւ կիլոմետրերով չի չափվում հայրենիքը։ Նիկոլն էլ այդպես է պատկերացնում, չէ՞, նյութով է չափում, որտեղ հաց այնտեղ կաց։ Նյութով չափեցինք պարտված ենք։ Նյութով չափեցինք Գրիգոր Լուսավորիչ ենք դառնալու։ Գրիգոր Լուսավորիչը Սեբիոսի մոտ կա, չգիտեմ ձեզ հետաքրքիր է։ Նամակ է գրում այդ ասորի հույն բաներին, հոգևորականներին, ասում են մենք այստեղ սարքել ենք թագավորը Օլուխի մեկներ էլի, համաձայնել են գլխավոր քրմապետը քրիստոնեություն ենք ընդունել, բայց քարոզիչներ չունենք, եկեք այս Էթանա ժողովրդին ճիշտ է վրայից հավաքել ենք, մորթել ենք քրմերին, նրանց երեխեքին էլ ինկուբատորի ճտերի նման մեզ նման ենք սարքում, բայց քիչ ենք մենք, եկեք քրիստոնեություն տարածեք։ Եվ գիտեք, նկարագրում է այսօր քրդական մի ամբողջ գյուղ այդ մի եկեղեցուն քարերով, այդ եկեղեցին ներսում տեղավորված է, Մշո Սուլթան Սուրբ Կարապետ այդ որ երգում ենք, հա։ Ինչ ես կողմ աշտի շատ եկեղեցին, այդտեղ 9 ակնյան հայկական հեթանոսական աստվածների գլխավոր տաճարներից է եղել։ Այսինքն պորտալները եթե կտրում են, եթե պորտալները կտրելուց հետո չվերամարմնավորեցիր, մեջը նոր բովանդակություն չկարողացար դնել, դու տանուլ տված ես։ Մենք տանուլ տված ենք, եթե հանկարծ չկարողանանք նոր ժամանակներին համահունչ շարժվել։ Կինո Մոսկվայի տեղում եկեղեցի եղել, գիտեք, չէ՞։ Ձեր մտքով չեր անցնի կամ ձեզանից առաջ եղած, իմ սերնդին ինձնից առաջ եղած խորհրդային շրջանում ապրածների, որ գնային կինո Մոսկվայի մոտ նոնվարային։ Բայց գիտեք, լուսահոգի Արմենակ Արմենակյանի վերակառուցած Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կոմունիստները քանդել էին, բայց քանի որ սխալվել էին, տեղը նոր հանրային կառույց չէին սարքել, ոչինչ չկար, քարերն տարել թափել էին։ Միացավ քարեմ ես հիշում իմ մանկությունից այնտեղ։ Աստվածածնի տոնին գնալով իրար բրդբրդելով այնտեղ մոմ էին վառում, մարդիկ ուխտի էին գնում։ Ինչքան էլ սովետն արկելելիս լիներ դա։ Այսինքն, ինչպես հрьяաներն են ասում, սուրբ տեղը դատարկ չի մնում, ինչպես դեմոկրիտներ ասում, հա, տիեզերքում դատարկ տեղեր չկան, դրանք ատոմներով լցված են։ Մենք էլ հասկանանք, որ մեր տեղը քրդերը ոնց որ Աշտիշատի եկեղեցում են հիմա գյուղ սարքել, հա, Սուրբ Կարապետում են գյուղ սարքել։ Այնպես էլ դադիվանքը պարապ չի մնալու։ Մենք պիտի այս պահից օգտվենք։ Այնպես չի որ մենք վայ աման ինչ որ մի ողբերգական վիճակի մեջ ենք, կարող է հայտնվենք, շատ հավանական է, եթե այս խելքին ենք, բայց նաև ցանկացած այսպիսի ցնցումային վիճակ նոր հնարավորությունների դուռ է բացում։ Պարոն Հայրապետյան, ամփոփենք շատ կարճ։ Ամեն դեպքում հակասություն կա, երբ որ ասում են, որ Նիկոլ Փաշինյանը ծառայում է Ռուսաստանին, բայց միևնույն ժամանակ Ռուսաստանին ծառայող Նիկոլ Փաշինյանը կգնար Թուրքիա եւ կփորձեր անձամբ հարաբերություններ կարգավորել, կամ եթե այդպես է Նիկոլ Փաշինյանը հիմա արդյոք չէր բավարարել ռուսական հյուպատոսություն կապանում ունենալու այդ ակնկալիքը ռուսական կողմի։ Մենք շատ էլի թվաբանորեն մոտեցանք ձեր հարցադրման մեջ, այդպես չէ։ Գիտեք, մեր Վռամշապուղ թագավորը մեր երբևէ եղած մոլորակի վրա ապրած թագավորներից մեծագույնը, քանի որ իր օրոք ստեղծվեց մեր մեծագույն գանձը, մեր Այբուբենը, անկախ թագավոր չէր, Իրանի մի մարզ էր այդ ժամանակ Հայաստանը, բայց քանի որ ինքը հեղինակություն ուներ եւ կարող էր զրուցակից լինել, Իրանի շահը նրան ուղարկեց բանակցություններ վարելու Բյուզանդիայի կայսեր հետ։ Հիմա չգիտեմ ինչ ես մեր վերլուծաբան տես բաներ եք ասում, չէ, այդ դասը, չգիտես ինչի մոռացել են Նիկոլը, երբ որ նոր դարձավ վարչապետ, Պուտինը նրան ուղարկեց Չինաստան։
Եվ Չինաստանը, այդ հզոր Չինաստանը, որ Հայաստանի բնակչությունն է, մի հատ բարձրարկի բնակչություն է նրանց բնակչության համեմատ։ Նրանց ղեկավարը, նախագահը մեր վարչապետի հետ նստած խոսում էր, որովհետև բանագնաց էր։ Հիմա այո, իհարկե, ասում է գնայ Թուրքիայի հետ հարաբերություններս վատանում են, ու լրջորեն վատանում են եւ վատանալու են, կարծեմ մենք իրար հետ խոսել ենք, թե երբ կլինի, չգիտեմ։ Ոնց կասել են, որ Ռուսաստանի դագաղի վերջին մեխը իրենք են խփելու, այո, թուրքական աշխարհն է խփելու, դժբախտաբար։ Հիմա ուղարկում է, տեսեք այդ հաբը հուբը այդ գազային այդ կենտրոնացման տեղը, հա, այդ պայմանագիրը, որ անդադ տար փողում էին, դա վերացավ, ռուսներն ասին հրաժարվում ենք, ինչի, որտեղ Թուրքիան եսին ինչ չէ, էլի ամերիկացի կասին չի կարելի, Թուրքիան հրաժարվեց, ռուսներն էլ ներկայացնում են, որ իրենք հրաժարվեցին։ Այս հակասությունները սրվել են, բայց դեռ այդ քթին դրված խողովակը, որ օդ շնչի Ռուսաստանը բոլոր կողմերից փակված է, միակ ճանապարհը Թուրքիան էր։ Այսօր հիմա իր Նիկոլ Փաշինյանին ուղարկում է այնտեղ։ Հիմա Նիկոլ Փաշինյանի տաղանդից է կախված, ինքը կարողանա արդյոք մեզ համար էլ ինչ-որ բան պոկել Թուրքիայից, ինչպես որ Լեհ Սիրուհին Նապոլեոնի, որը ասում էր ամեն անգամ իսկ Լեհաստանը կարողանա արդյոք ասել իսկ Հայաստանը, եթե կարողացա բրավո իրեն։ Շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի հանրային գործիչ դասախոս Միքայել Հայրապետյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։